Ողջույն, մենք գտնվում ենք Սիցիլիայի Պալերմո քաղաքում, մենք սկսենք ծանոթությունները Պալերմոյի հետ գնացինք։ Պալերմոն ներկայացնում է Սիցիլիայի մայրաքաղաքը։ Պալերմոյի հասարակական տրանսպորտը կազմված է նաև տուկտուկներից Piaggio մակնիշի։ Պալերմոյում է գտնվում աշխարհում ամենամեծ կամ Եվրոպայում ամենամեծ տարողունակություն ունեցող օպերաներից մեկը։ Շունա Massimo Teatro։ Սիցիլիան ժամանակին եղել է արաբական տիրապետության տակ, մոտարապես 100 տարի կարծեմ, եթե չեմ սխալվում, որի արդյունքում հիմա Սիցիլիայում, մասնավորապես Պալերմոյում, որ այն ժամանակվա արաբական տիրապետության մայրաքաղաքն է եղել, կարելի է տեսնել շատ արաբական դեկորներ, մասնավորապես այս կլորաձև դեկորները գալիս են հյուսիս աֆրիկյան արաբական մշակույթից։ Պալերմոյում և Սիցիլիայում եք շատ հաճախ կարելի է հանդիպել այդ երկու գլուխներով վազաները։ Պատմությունը կայանում է նրանում, որ արաբական տիրապետության ժամանակ մի իտալացի աղջիկ սիրահարվում է արաբ կամ մուրիշ ծագումով մի մարդու, որը իրեն դավաճանում է և դավաճանալուց հետո այդ աղջիկը այդ մարդու գլուխը կտրում և վազա է իրեն դրանից սարքում ու միշտ իր հետ է պահում այդ վազան։ Շատ հետաքրքիր դաժան կոնտեքստով և սիրով լի սիցիլիական ազգային պատմությունը։ Սիցիլիայում եք տարածված են այսպիսի հետաքրքիր ձևաչափերով քաղցրավենիքները։ Սա Պալերմոյի հիմնական կաթեդրալն է, որը կառուցվել է նախկին մզկիթի տարածքում, իսկ նախկին մզկիթն էլ կառուցված է եղել նախկին եկեղեցու տարածքում։ Շատ հետաքրքիր եկեղեցի է, որտեղ ոճերի խայտաբղետ հավաքածու ոնց որ լինի։ Պալերմոյի բազարային առևտրի կենտրոններից խոշորագույնը։ Պալերմոն իր քաոսային միջավայրերով շատ նմանվում է մեկ-մեկ Հնդկաստանին։ Պալերմոյում ազատ աճում են նարիվները, թարմ նարնջի հոտով։ Այստեղ սուպերմարկետում հայտնաբերվել է իմ անվան լսամթերք։ Համեցեք իմ միսը։ Պալերմոն իրենից ներկայացնում է Իտալիայի մեծությամբ երրորդ քաղաքը Հռոմից և Միլանից հետո, եթե չեմ սխալվում։ Իտալական ավտոինդուստրիայի հրաշքներից մեկը Fiat 500 է։ Իտալացիներն ասում են Fiat Cinquecento։ Իտալական ավտոինդուստրիայի սիմվոլներից մեկն է։ Իտալացիները իրենց կեցվածքով առօրյայով շատ նման են հայերին, հայկական բնավորության դետալներ ունեն։ Պալերմոյի այս հատվածը կոչվում է Quattro'i հրապարակ և հետաքրքիր շենքերով զարդարումներ ունի։
միայն Իտալիայում երևի կարելի է հանդիպել Adidas-ով դասական օպերա երգողներին։ Միևնույն ժամանակ դասական իտալական ձեռքերով ժեստիկուլյացիա է։ Սիցիլիայում շատ տարածված են այսպիսի փոքր չափեր ունեցող մեքենաները, կոչվում են միկրո մեքենաներ, որոնք ունեն նաև արագության մեծ սահմանափակումներ, կարծեմ ես սրանք իրավունք ունեն մինչև 50 կմ/ժ արագությամբ քշելու, ոչ ավել, սակայն իտալացիները վերցնում են այս մեքենաները և տյունինգավորում և քշում ավելի արագ։ Այս մեքենաները կարելի է քշել սկուտերի վարորդական իրավունքով։ Իտալիայի հարավային մասը Նեապոլից դեպի հարավ շատ խայտաբղետ է դառնում, բավականին ոչ կարգավորված և կեղտոտ կարելի ասել։ Եվ այսպիսով ավարտում ենք տեսանյութը Պալերմոից, կհանդիպենք հաջորդ տեսանյութներում, ցտեսություն։ Եվրոպայի ամենամեծ տարողունակություն ունեցող օպերան է։